Նստացույցը սկսում եմ ինքս մենակ, այս պայդրությամբ նախատեսել ենք իրականացնել 1 շաբաթ շարունակ, ժամը 11-ից մինչև ժամը 8-ը։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայդրությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Հա, շատ ցուրտ է, բայց ես ինձ ամեն վարքյան պատկերացնում եմ Դավիթի մայրիկի տեղում, որպես մայր իմ աջակցությունն եմ հայտնում Դավիթի մայրիկի։ Այսօր Դավիթն է, վաղը մենք մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել իրավիճակում եւ մենք էլ ապահովագրված չենք։ Ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ։ Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին, չեմ ճանաչում ընտանիքին։ Ես էլ ունեմ այդ տարիքի համարյա տղա ու իրանք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ եւ տաքարյուն, դա բնական է, համենայն դեպս ես համարում եմ, որ պարտավոր են իրան ազատ արձակելու։ Ամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որը որ ինչ-որ իրան փորձել են ինչ-որ հրել, թե ինչ անել, ինքն էլ պատասխանել է, այդքան է։ Բոլորը, մանավանդ մեր անչափահաս երեխաները, պարտավոր չեն դեմքով ճանաչեն, որ թիկնապահներին, չգիտեմ, իրանց ուղեկցողներին եւ նմանապես։ Ու իրանք այդ կարգով իրավունք չունեին։ Մենակ նրա համար, որ երեխան, տղան, չգիտեմ, երիտասարդը չճանաչելով միգուցե ստացվել է, ինչ ստացվել է։